Սիրելի գործընկերներ, առաջարկում եմ միանգամից հարցերի անցնենք։ Պարոն Ռուբինյան, ի վերջո այս գործընթացը ինչի համար կազմակերպվեց, որ ներկուսակցական ձեր գործընկերների միջև տարաձայնություններ, խժդժությունները չառաջանան ցուցակի ձևավորման հարցում, այսինքն մեխանիզմ մեթոդներ ֆիքսվեցին, որ ամեն ինչ բոլորի համար հասկանալի լինի, թե իսկապես նաև հանրության համար սա ինչ-որ նշանակություն ունի։ Սիրելի շողիկ, ես հիշում եմ, դուք լրագրող եք եղել նաև 2016 թվականին եւ պիտի հիշեք 17 եւ պիտի հիշեք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, երբ որ առաջին անգամ մասնակցում էր խորհրդարանական ընտրությունների 2017 թվականին, մենք այն ժամանակել ենք մեր նախընտրական ցուցակը կազմել ռեյտինգային քվեարկության կուսակցականների։ Ինչու ենք 2018 եւ 21 թվականներին վարչության ձևավորմամբ առաջ գնացել, որովհետեւ մեր մոտ ֆիքսված էր, որ հերթական ընտրությունների ժամանակ պատվիրակներն են ձևավորում կուսակցական ցուցակը, արտահերթների ժամանակ վարչությունը, որտեղ այնտեղ ժամանակը օբյեկտիվորեն քիչ է։ Եվ հիմա քանի որ հերթական ընտրություններ են լինելու, պատվիրակներն են ձևավորելու, ինչու ենք մենք այս ավանդույթը ներդրել, որովհետև մեր կուսակցության հիմքում, գաղափարախոսության հիմքում ժողովրդավարությունն է, այդ թվում ներկուսակցական ժողովրդավարությունը, մենք երբեք չենք եղել մի կուսակցություն, որտեղ մի խումբ կամ մեկը որոշում է թե որ տեղում պետք է լինի նախընտրական ցուցակի։ Իսկ մյուս կուսակցությունները ինչպես են ձևավորում իրենց ցուցակները, կարծում եմ ոչ ոք չգիտի կամ բոլորը գիտեն, բառից վատ իմաստով։ Բայց դուք այս ամեն ինչը կազմակերպում անում եք, բայց որևէ ցուցակի ձևավորման որևէ փուլում ստեղծության անակնկալներ չեն եղել։ Միշտ առանցքային դերակատարները հիմի եղել են առաջին, այսպես 10-յակում, 20-յակում, օրինակ չի եղել, որ չգիտեմ, մի անծանոթ անուն հայտնվի հանրության, անծանոթ ՔՊԱ-ական հայտնվի օրինակ 10-յակում։ Բայց դա նորմալ է, պարզ չի, որ ցուցակի առաջատար համարներում պետք է հայտնվեն առանցքային դեմքեր, դա նորմալ է, բայց այլ հարց, որ ոչ ոք չգիտի, որ դեմքը որերորդ տեղում կլինի, հաջորդը միշտ կա հնարավորություն, որ ինչ-որ մեկը, որ նոր է դարձել կուսակցական կամ ակտիվ չի եղել, ինքը իր գործողություններով, իր գործունեությամբ գնա առաջ եւ առաջ։ Մենք դեպքեր ունենք, երբ որ մարդիկ սկզբից, չգիտեմ, անուններ չտան, որ քարոզչություն չդիտարկվի, հա, մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ մարդիկ սկզբից նույնիսկ падգամավոր չեն եղել, ցուցակում ասենք, չգիտեմ, 120-րդն են եղել, հետո դարձել են падգամավոր, հետո դարձել են վարչության անդամ, ու այսպես շարունակ, այսինքն մեզ մոտ այս առումով շատ մրցակցային իրավիճակ է եւ կարեւորն այն է, որ բոլորը հնարավորություն ունեն առաջ գնալու եւ դա կարեւորագույն բան է, որ կուսակցությունը թարմանա եւ չդառնա պոլիտ բյուրո, ինչպիսիք հանդիսանում են մեր կուսակցությունների մեծ մասը։ Բայց երևի դուք վերջին հարցը տակ այս թեմայով։ Դուք ասում եք, որ պարզ չի ով կլինի, այսինքն դե հիմա ես չգիտեմ ես որտեղում եմ լինում։ Չէ, առաջին համար ուզում եք ասել այդտեղ ինտրիգ կա, թե ով կգլխավորի ձեր ցուցակը։ Չկա, որովհետև ակնհայտ է, որ էլի անուն չտա, որ քարոզչություն չլինի, բայց ակնհայտ է, որ այդ հավանը, որ բոլորը հասկացան, ամենայն հավանականությամբ առաջի տեղում է լինելու, բայց ընդհանուր առմամբ հիմա ես ունեք չգիտեմ ես որ համարում եմ լինելու, ոչ էլ մյուս մարդկանց մեծ մասը գիտի թե իրենք որ համարում են լինելու։ Մի հարց է, պարոն Ռուբինյան, ձեր պատվիրակներին, որ օրինակ դուք ինչ-որ գրառումներ եք անում, նաև քարոզարշավ եք, ո՞նց են իրենք, այսինքն ինչ ստանդարտներով եք ձեր կամ դուք օրինակ ինչ ստանդարտներ եք հաշվի առնում, որոնք են այդ առանցքային Դե ստանդարտները շատ են, մարդու սկզբունքայնությունը, ազնվությունը, քաղաքական խոսքի ունակությունը, չգիտեմ, ռետորական ազվեստը, մասնագիտական ունակությունները, կազմակերպչական ունակությունները, այսպես շան։ Այդ ամբողջը հաշվի առնելով դուք ձեզ ընտրել եք։ Այո։ Պարոն Ռուբինյան, այս համակարգի ներդրումը ինչին է նպաստել։ Դե ըստ էության դրա մասին ենք խոսում, որ նախ մենք այս համակարգը չենք ներդնում, մենք այս համակարգը արդեն ներդրել ենք հեռավոր 2017 թվականին եւ ամրապնդում ենք, սա նպաստում է քաղաքական դաշտի առողջացմանը։ Մեր քաղաքական դաշտը ընդ որում եւ իշխանական կուսակցությունները եւ ընդդիմադիր կուսակցությունները 30 տարի ոնց են գործել։ Միշտ ունեցել են մի հատ լիդեր, լավագույն դեպքում մի քանի լիդեր կամ մի խումբ, որոնք որոշել են ամեն ինչ, ու այդ մարդիկ երբեք չեն փոխվել։ Դուք նկատած կլինեք, մինչև հիմա կան կուսակցություններ մեր մոտ,
որ 30 տարի ղեկավարը նույն մարդն է։ Դա խնդրեմա, դա խնդրի մասին է վկայում։ Ու այդ կուսակցությունները ոնց են սկսել։ Միշտ սկսել են ակտիվ, բավականին, չգիտեմ, բարձր տոկոսով ձայներ են ստացել, անկախ նայած մնացել են դիմադիր թե իշխանական, ու ավարտել են նրանով, որ մնացել է այդ կուսակցության ղեկավարը ու իր շուրջ հավաքված 4-5 հոգի։ Սրանից խուսափելու միակ ձևը ներկուսակցական ժողովրդավարությունը եւ մրցակցային պայմաններ ստեղծելն է, ինչն էլ մենք անում ենք։ Փաշինյանը ուստարի առաջ տեղ։ Չէ, մեզ մոտ Նիկոլ Փաշինյանը ընդամենը 2022 թվականից է հանդիսանում վարչության նախագահ։ Դրանից առաջ վարչության նախագահ էր Սասուն Միքայելյանը, դրանից առաջ Արայիկ Սուրեն Պապիկյան, ներողություն, դրանից առաջ Սուրեն Պապիկյան, դրանից առաջ Սասուն Միքայելյանը, դրանից առաջ Իշխանության մասին խոսում, իշխանության տարիներին միշտ Նիկոլ Փաշինյանն է առաջին հորիզոնականում բոլոր վարչության ընտրությունները։ Բայց ես ախր դրա մասին չեմ խոսում, Ես ասում եմ չպիտի նույն մարդը որոշի, կամ նախ ընդհանրապես չպիտի մի մարդ որոշի ցուցակում ովքեր որտեղ է պետք է լինեն, եւ նաեւ չպիտի նույն մարդը անդադ ամեն ինչ որոշի։ Նիկոլ Փաշինյանը 8 տարի առաջին համարում է եղել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը 8 տարի եղել է մեր վարչապետի տեխնացու եւ ամենամեծ ռեյտինգ ունեցող եւ վստահություն ունեցող քաղաքական գործիչը մեր կուսակցությունում եւ ընդհանրապես Հայաստանում շատ པարզ է։ Կներեք հարցի շարունակություն, դուք միշտ մեղադրում եք նախկին իշխանություններին, որ իրենց այդպես է առաջին համար իրավահաջորդներ չեն ստեղծել։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը։ Ախր բայց ես չեմ ասում, ես ասում եմ։ Բայց ձեր հարցը ինքնին էլի այդ հին սուպեր լիդերային տրամաբանության մեջ է, ոչ թե պետքա լիդերը ստեղծի իրան իրավահաջորդ, որովհետև դա էլի fake process է, հո բան չի, հո թակավոր չի, որ մի հատ իրան թագաժարանք ստեղծի։ Պետքա այդ կառույցիկ տվյալ դեպքում կուսակցության մեջ պայմանները այնպիսին լինեն, որ մարդիկ հնարավորություն ունենան աճել եւ դառնալ լիդերներ։ Շատ բարձ։ Իրենք իրենց պետք է աճեն Փաշինյանի արտոնյալ ինչ-որ մեկին Ոչ, իհարկե ոչ։ Օրինակ դուք համարում եք Փաշինյանի ամենամեծավոր շրջապատի արտոնյալներից մեկը։ Ինչու են կայանում իմ արտոնությունները։ Ես վարչապետ Փաշինյանի հետ երկար քաղաքական ճանապարհ անցել եմ, իհարկե իմ չափանիշներով համեստ երկար, որովհետև ես դեռ երիտասարդ եմ, բայց նկատի ունեմ դա որևէ կերպ չի ազդում առաջ խաղացման վրա մեր կուսակցությունը։ Ոչ իմ դեպքում, ոչ էլ մյուս մարդկանց դեպքում։ Մենք դրան անդրադարձել ենք, ավելի լավ անդրադառնալու կարիք չեմ տեսնում։ Կոռուպցիոն բանի մեջ Փաշինյանը մեղադրել ասել։ Չեմ կարծում, որ այդպես է խոսել, այլ չի հանդուրժում կոռուպցիան։ Ես միանշանակ չի հանդուրժում, բայց ինչ վերաբերում է Հայկ Սարգսյանին, ինչ խոսվել է, դրան հավելելու ոչինչ չունեմ։ Խնդրեմ։ Պարոն Ռուբինյան, ընդդիմության հիմա այդ ասում են, որ այս ցուցակների կազմումը, այս ընթացակարգը, որ հիմա մեջ, սա ընդհանրապես մարդկանց ապակողնորոշելու, մոդուլյացիա մեջ գցելու, ժողովրդավարության իմիտացիա ստեղծելու ինչ-որ բան է։ Ով է ասում, եթե գաղտնիք չի։ Հանրապետականները։ Հա, իսկ գիտեք հանրապետականների մոտ ոնց է օրինակ վարչություն են տրվում։ Գալիս է, եթե չեմ սխալվում, էլի, բայց ինչքան գիտեմ, ճիշտ գիտեմ, գալիս են, որոշած են լինում արդեն, ովքեր պիտի լինեն վարչության անդամ։ Հերթով անունները կարդում են, ասում են, ովքեր են կողմ, բոլորը կամ մեծ մասը կողմ են քվեարկում ու վերջ վարչությունը հաստատվում է։ Այսինքն մի քանի հոգի որոշում են, թե իրենց վարչության անդամները ովքեր պետքա լինեն։ Ցուցակը ընդհանրապես չգիտեմ ոնց է կազմում, ենթադրում եմ, որ մեծարգո Սերժ Ազատի Սարգսյանն է կազմում կամ մի քանի մերձավորներով։ Հետևաբար մի քիչ աբսուրդ է, էլի, ինչով ենք մենք թոզ փչում, որ գալիս ամբողջ հանրապետության եւ ամբողջ աշխարհի դիմաց ընտրում ենք վարչություն։ Ընդ որում նկատեք, այն փաստը, որ մեր վարչության եւ ցուցակի ընտրությունները լայնորեն լուսաբանվում են մամուլում, դրանց մասին գրվում է, բոլորը հարցնում են, ահա, ինչպես այս մարդը հայտնվեց այստեղում եւ մյուս այստեղում, վկայում է այն մասին, որ մենք իրապես արդար եւ մրցակցային ընտրություններ ունենք։ Պարոն Ռուբինյան, ես կուզեի մի հարց ներկուսակցական ձեր օրակարգից դուրս, երեք հայտարարվեց, որ ուժեղ Հայաստան, Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վարչապետի տեխնացուն հենց լինելու է Սամվել Կարապետյանը, իրենք սցենար ներկայացրեցին, թե ինչպես, այսինքն այն արգելքները, որ օգնության հայտնի են, մարդկանց հայտնի են, սահմանադրական արգելքները, օրենքը, իրենք մտադիր են
պատկերացնում եմ, որ կստանա սահմանադրական մեծամասնություն եւ խորհրդարանում սահմանադրություն փոխելով Սամվել Կարապետյանը կդառնա Հայաստանի վարչապետը։ Այս սցենարի հետ կապված իշխանության գնահատականը, իշխանության մտքերը, որոնք են, այսինքն դուք տեսնում եք։ Մտքերը շատ պարզ են, Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու եւ վարչապետ, որովհետեւ Սամվել Կարապետյանը բացի Հայաստանի քաղաքացի լինելուց նաեւ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության եւ Կիպրոսի քաղաքացի։ Ինչ օրենք, դա համադրությամբ է ամրագրված։ Համադրության հոդված հնարավոր չէ փոխել, եթե վարչապետ նշանակված չէ նախագահի կողմից ընտրություններից հետո։ Գիտեք։ Դուք ուզում եք ասել, որ իրենք հիմա չեն հայտարարում ով է իրենց իրական։ Ես չգիտեմ ինչ են հայտարարում։ Իրենք ասում են, որ այդ անցումային փուլը, որ բնականաբար երբ որ Բայց անցումային փուլ նախատեսված չի սահմանված։ Առաջին ժամանակ, չէ, Սիրելի գործընկերներ, ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների, այդ թվում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի ընտրություններից հետո քաղաքական մեծամասնության կազմավորումից հետո անհապաղ պետք է ընտրվի վարչապետ։ Չընտրվի։ Անհապաղ նախագահը նշանակում է մեծամասնության ներկայացած վարչապետի թեկնածուին, որից այս մեկ հաջորդը ըստ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի առաջին նստաշրջանի օրակարգը ֆիքսված է, կա 5 հարց. նախագահի ընտրություն, փոխնախագահների ընտրություն, հանձնաժողովի նախագահների ընտրություն, կառուցվածքի փոփոխություն կառավարության, եթե կառավարությունը դրա համար դիմում է, եւ կառավարության ծրագրի հաստատում։ Այս հարցերը մինչև չքննարկվեն, որևէ այլ նախագիծ ազգային ժողովը չի կարող քննարկել։ Դրանից հետո են նախագծում։ Բայց որպեսզի այս հարցերը քննարկվեն, պիտի լինի նշանակված վարչապետ։ Հետևաբար Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դե եթե մենք հիմա քննարկում, եթե մենք հիմա, բայց կլինի նախ մոտ գաք խոսեք, երկրորդն էլ չընդհատեք, էլի։ Եթե մենք հիմա քննարկում ենք այն տարբեր ձևերը, թե ինչպես կարող են տարբեր մարդիկ փորձել իշխանություն բռնազավթել Հայաստանում, դրանք կարող են լինել տարբեր, նայած ում որ ֆանտազիան ինչպեսին կլինի, բայց չեմ կարծում, որ մեր ժողովուրդը դա թույլ տա։ Բայց ամեն դեպքում մարդիկ, ովքեր չունեն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ ովքեր վերջին 4 տարին չեն ունեցել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ ովքեր վերջին 4 տարին չեն բնակվել միայն Հայաստանի Հանրապետությունում, չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու։ Եվ հետեւաբար իրենք նույն հաջողությամբ կարող են օրինակ Հովհաննես Այվազովսկիին առաջադրել որպես վարչապետի թեկնածու, որովհետեւ նա նույնքան կարող է լինել վարչապետի թեկնածու, որքան ձեր կողմից մատնանշված հարգարժան ռուսաստանցի բիզնեսմենը։ Այլ հարցեր կան։ Էլի ոչ կուսակցական բան Ռուբինյան, օրերս Իրանի տեսփանը հայտարարեց, որ Թեհրան պետք է գնա վարչապետը եւ ռազմավարական գործընկերության հաստատություն պետք է ստորագրի, ժամկետներ կան։ Ճիշտն ասած տեղյակ չեմ, նույնիսկ չէի լսել մեկնաբանություն։ Տեղյակ չեմ։ Պարոն Ռուբինյան, ես էլ մի հարց ունեմ։ Երևի Ռուսաստանի փոխվարչապետը, ով չկա հայտարարել է, որ պատրաստ են երկաթուղու են հատվածները, որոնք որ վարչապետը, որոնք վերանորոգման մասին բարձրաձայնել են, պատրաստ են այդ օրակարգով բանակցությունների եւ պատրաստ են կարծես թե ասել են, որ վերանորոգել է հատվածները։ Կամ բանակցություններ, սա շարունակում է Հայաստանի առաջնահերթությունը մնար, որ ռուսական կողմը արագ դրանք վերանորոգել։ Հարցը հասկացա, քանի որ հայտարարությունը նոր է եղել, չեմ կարող մեկնաբանել, երևի որ շատ ժամանակ անցնի եւ ավելի ճիշտ կլինի կառավարությունից հարցնել։ Իսկ պարոն Ռուբինյան, հայ-թուրքական սահմանի բացումը, որ երբ նորություն լինի, ես կհայտնեմ։ Ձգվում է ոնց որ թե։ Իսկ ինչ որ բան է հայտնվել, որից հետո ձգվում։ Դե ասվել ես խնդրում եմ այդ առումով հիմք ընդունել իմ կամ արտգործնախարարության կամ կառավարության ներկայացուցիչների ասածները։ Երբ որ նորություն լինի, ես անպայման նախապես կամ հենց այդ պահին կհայտնեմ։ Շնորհակալություն եւ վերջին հարց։ Անդրադառնալով Սամվել Կարապետյանի թեմային, բայց սահմանադրակետներ են, մի քանի սահմանադրակետներ էին
բացատրել, թե դա ինչպես կարող է տեղ ունենալ եւ դուք ասում եք չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, արժեկանական օրենքն է վերում հողմանում։ Չէ, համադրություն եմ այդ թվում հողմանում։ Այդ թվում ես ասում եմ, որ սահմանադրագետները բացատրել իրենց մեջ չեմ գտնում այդ խորքային հարցին ոչ քան որ սահմանադրագետ չեմ։ Չէ, բայց հարցը հասկացա, բայց համադրագետ իրոք պետք չի լինել, էլի։ Սիրելիներս, ըստ Հայաստան, հա, ավարտեք։ Դուք ասացիք Արմեն Սարգսյանի փաստն եք մոռանում, որ երբ քաղաքացի Արմեն Սարգսյանը նախ այդ պահին չէր համարվում երկքաղաքացի, որովհետև հայտնի չէր, որ ինքը երկքաղաքացի է։ Ինքը ինչի այդ թվում հրաժարական տվեց, որովհետև հայտնի դարձավ, որ ինքը փաստորեն երկքաղաքացի էր եղել։ Եվ հետևաբար, այո, եթե սկզբից հայտնի էր լիներ, որ ինքը երկքաղաքացի էր, ինքը չէր կարող ընտրվել նախագահ։ Ինչ վերաբերում է նախորդ հարցին, սահմանադրագետ պետք չի լինել հասկանալու համար հետևյալը, որ երկքաղաքացին չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի ժամանակ պետք է լինի նշանակված վարչապետ։ Այսինքն վարչապետը չի կարող նշանակվել դրանից հետո։ Այդ պահին պիտի լինի նշանակված վարչապետ։ Պարոն Ռուբինյան, բայց տրամաբանությունը թե ինչ են անելու ակնհայտ է, դա հրաժարական կլինի եւ փոխեմ։ Դե ինձ ինչ եք հարցում, դրանք իծեցեք իրեն։ Ինչ որ մի փուլում, եթե իրենք մեծամասնություն ստանան, ինչ որ մի փուլում դա կանեն։ Դուք հիմա ներկայացնում եք ընթացակարգերով։ Ընթացակարգը ո՞րն է։ Դուք ասում եք օրենքով եւ սահմանադրությամբ։ Սիրելի շողիկ, իրենք հայտարարել են, Իվարկյան, էլի, իրենք հայտարարել են, որ իրենց տեխնացում այդ մարդն է, ես ասում եմ, այդ մարդը իրավունք չունի լինել վարչապետ։ Մնացածը թող իրանք որոշեն, իրանք շատ ազատ են, իրանք կարող են կրկնում եմ հայտարարել, որ իրենց վարչապետ տեխնացում Այվազովսկին է։ Դրան սահմանադրական արգելք իդեպ չկա հայտարարել, թե ով է իրենց վարչապետ տեխնացում, նույնիսկ եթե այդ մարդը վաղուց մահացել է ֆիզիկապես կամ հոգեպես։ Ես ասում եմ, ինչպես է գործում օրենքը, այդքան բան։ Այլ խնդիր չկա այստեղ։ Շնորհակալություն։